Ամեն շաբաթօր առավոտյան ժամերկությունից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգ այն մարդկանց համար, որոնց անունը կամ ազգանունը հիշատակվել են եկեղեցական տոնացույցում։ Քահանա.am կայքը ամեն շաբաթ հրապարակում է հիշատակության օրերը եւ մարդկանց հրավիրում օրհնություն ստանալու։ Հայտարարությունը փակցվում է նաեւ եկեղեցու պատին։ Այսպիսի հետաքրքիր մի նախաձեռնություն ունեցանք, որ անվանակոչության տոնը, անվանակոչության օրը մեր ժողովուրդը, մեր հասարակությունը երևի թե շատ երկար ժամանակներ կամ տասնամյակներ տոնախմբության, տոնակատարության շարքից դուրս է անել։ Եվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ սկսեցինք այս ծրագիրը, որպեսզի ամեն շաբաթ նշվող տոների սրբերի հիշատակության օրերին եւ անունները կրող անձինք կարողանան իմանալ, տեղեկանալ եւ շաբաթ օրը ժամերգությունից անմիջապես հետո գալ մասնակից դառնալ ժամերգությանը աղոթքին եւ իմանալ, որ իրենց անվան տոնակատարության օրն է այդ օրը եւ անվանակոչությունը որպես տոն նշելու հիշատակելու օր աղոթքով խնդրեն տվյալ օրերի սրբերի բարեխոսությունը իրենց ընտանիքների համար։ Եկեղեցական տոնացույցում կան օրեր, անուններ, որոնք մեծ հնչեղություն են ունենում, բազմամարդ ուխտագնացություններ են կազմակերպվում, պատարագներ մատուցվում։ Կան նաև քիչ հայտնի օրեր։ Վերջին շրջանում Սուրբ Սարգիս եկեղեցուց հրավիրել են օրհնություն ստանալու Ալեքսանդր, Պողոս, Վարոս, Ստեփան, Հովսեփ, Թեոդոր, Անաստաս անունները կամ ազգանունները կրողներին։ Մենք ունենք սրբերի անուններ, որ մեր հասարակության մեջ շատ տարածված է։ Օրինակ, Մարիամ անունը շատ տարածված է եւ Մարիամ Աստվածամոր տոների օրհնության օրերին անվանակոչության եկեղեցին լեփլեցուն է լինում տատիկներով, մայրիկներով, աղջիկներով Մարիամ անունը կրող, որովհետեւ այդ անունը շատ տարածված է։ Ունենք անուններ նաեւ սրբերի անուններ, որոնք շատ քիչ են տարածված եւ շատ մարդիկ չեն լսել։ Այս առիթը նաև կունենան, որպեսզի ծանոթանան մեր այն սրբերին, որոնց անունները հայտնի քիչ են հայտնի կամ հասարակության որոշ մասին գրեթե ոչինչ հայտնի չի։ Առիթ են ունենում ընթերցել, տեսնել, լսել այդ օրերի եւ այդ սրբերի մասին կյանքը, կենսագրությունը, իրենց ապրած ընթացքը, ինչ ճանապարհով են անցել եւ ինչ փորձությունների միջով են անցել, որպեսզի այդ սրբերի օրինակները ունենալով իրենք եւս զորանան աղոթքով, հավատքով եւ կարողանան հավատքով զորացած հաղթահարել կյանքի բոլոր փորձությունները։ Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ կատարվող օրհնության կարգը նպատակ ունի վերականգնել անվանակոչության տոնը նշելու գեղեցիկ ավանդույթը։ Նարինե Անումյանն ու Սարգիս Անումյանը իրենց զարմիկի փոքրիկ Միքայելի հետ էին եկել եկեղեցի։ Այստեղ տեղեկացան, որ Միքայելի անվանակոչության տոնն է։